Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, հայտարարելով, թե Հայաստանից շարունակում են պահանջել առանց մաքսային ու սահմանային հսկողության անխոչնդոտ ճանապարհ դեպի Նախիջևան։ Նա նաև ասել է, թե դեռ վաղ է խոսել Հայաստանի հետ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին, սակայն առաջին քայլերը հնարավոր են։ Մի քանի նման նախաձեռնություններ են առաջարկվել Ադրբեջանին վրաց գործընկերների կողմից և Բաքուն արդեն տվել է դրական պատասխան։ Այժմ սպասում են Երևանի արձագանքին։ Լրագրողների փոխայցելություններ, անդրսահմանային գետերի շահագործման հարցում համատեղ քննարկումներ, ասել է Ալիևը։ Ալիևի խոսքով, քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը և Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են իրենց սահմանադրությունում, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգ միշտ կլինի։ Ալիևի այս հայտարարությունները նորից ըստ էության մերժողական պատասխան են հայկական կողմի առաջարկներին, որոնց վերաբերյալ հայտարարել են Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը։ Եվ այս պահին տաղավարում զրուցելու եմ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանոմյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խանոմյան, շնորհակալ եմ։ Ինչպես է գնահատում Ալիևի հերթական հայտարարությունը, փաստորեն մի կողմից այսպես հնարավոր փոխայցելությունների մասին լրագրողների, մյուս կողմից ըստ էության փակուղային հայտարարությունների մասին, որոնք վերաբերում են հենց խաղաղության պայմանագրին։ Մեծ հաշվով առաջարկում է վերադարձ դեպի 2000-ականների սկիզբ, եթե հիշում եք 2000-ականներին նույնպես նման նախաձեռնություններ կային և մտավորականների խմբեր էին այցելում Բաքու, Ստեփանակերտ, Երևան, երբ լրագրողներ էին այցելում, խորհրդանականներ նույնիսկ այցելում էին և հասարակական տարբեր կազմակերպություններ 2000-ականների սկզբին, 2000-ականների կեսերին, 2007-8 թվականներին ընդհանուր հիշում եք Բլբուլօղլու և Սմբատյանի պատվիրակությունները մտավորականների և Բաքու գնացին հայ մտավորականները, ադրբեջանցիք եկան Ստեփանակերտ և Երևան, ու այսպես շարունակ։ Խնդիրը այն է, որ մեծ հաշտություն, մեծ խաղաղություն ունենալու համար պետք է ունենալ ավելի լայն տեսլական, ավելի մեծ տեսլական, ավելի մեծ պատկերացումներ տարածաշրջանի համընդհանուր բարեկեցության և այլնի շնորհիվ։ Այսինքն, եթե այդ մեծ տեսլականը կարողանա հաղթահարել ազգայնական տրամադրություններին, այդ ժամանակ կունենանք խաղաղություն։ Եթե տարածաշրջանային ինտեգրումը, տնտեսական կապերը, փոխշահավետ շփումները և այլն ավելի առաջնային լինեն, քան ազգայնական տրամադրությունները, այդ ժամանակ կարող է տեսականորեն լինել խաղաղություն։ Մնացած դեպքերում հավանաբար Ալիևը ճիշտ է, խաղաղություն և բարեկամություն այս պահին չի կարող լինել և միայն Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը կարող են ակնկալել, որ այդպես միանգամից կարելի է գնալ բարեկամության և խաղաղության, ես կարծում եմ, որ սա երազախաբություն է, բայց Ալիևի նշած փոքր քայլերով նմանապես անդրսահմանային, չգիտեմ, գետերի հետ կապված խնդիրներ լուծելով, փոքր խնդիրներ լուծելով, նույնպես խաղաղության չեն կարող գնալ։ Էլ եմ կրկնում, խաղաղություն կարող է բերել միայն մեծ ծրագրերը, մեծ ասածը այնքան մեծ, որը նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններից դուրս են։ Ներառում են Կենտրոնական Ասիան, ներառում են Հարավը, Հյուսիսը, Արևելքը, Արևմուտքը, և այս ընդհանուր մեծ ծրագրերի մեջ Հայաստանն ու Ադրբեջանը փորձեն համագործակցել, փորձեն շահույթ ստանան, փորձեն բարեկեցություն ստեղծել իրենց հասարակությունների մեջ։ Հայաստանը խաղաղության խաչմերուկն է առաջարկում, որին տեսանք նաև Ալիևի արձագանքը։ Խաչմերուկը, ճիշտն ասած, չգիտեմ այդ ինչ խաչմերուկ կա, այն ինչ որ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը որոշակի առումով ծիծաղել է կամ լավ ձևակերպված չի կամ եւ չգիտի էլ ինչ է ուզում, խնդիրն է, որ մենք չենք կարողանում
հայկական օրակարգեր ձևավորել տարբեր երկրների, տարբեր երկրների հետ հարաբերություններում, այսօր այդ պակասը ունենք Ամերիկայի հետ հարաբերություններում լուրջ ճգնաժամ է, չենք կարողանում օրակարգ ձևավորել եւ գնալ խոսել, այսօր ճգնաժամ է հայ-ռուսական հարաբերություններում, այսօր ճգնաժամ է պատկերացումներում, թե ինչպես ենք մենք տեսնում գլոբալ աշխարհում նմանատիպ աշխարհը բավականին արագ փոխվում է, բայց մենք տեսնում ենք հայտարարություններ հարավից, հյուսիսից, արևելքից, արևմուտքից, որոնք անընդհատ խոսում են ենթակառուցվածքների շահագործման օգտին, բոլոր երկրները ձգտում են, որ հնարավորինս շատ ենթակառուցվածքներ իրենց տարածքներով անցնեն, որպեսզի կարողանան մասնակցել արևելք, արևմուտք, հարավ, հյուսիս առևտրին նամանավանդ հիմա առևտրային պատերազմների փուլում ամեն փոքրիկ ենթակառուցվածք կարևորվում է, ամեն փոքր երկիր կարևորվում է եւ այս պարագայում Հայաստանը պետք է կարողանա իր օրակարգը ստեղծի ցավոք սրտի միայն փոքր պրեզենտացիաներով կամ գունավոր բրյոշուրներով չէ, էլի ենթակառուցվածքները ստեղծվում։ Լուրջ աշխատանք կար, լուրջ տնային աշխատանք կար, որ տեղում պետք է կատարվեր։ Քանի տարածքային պահանջները վերացված չեն, առճակատման վտանգը միշտ կլինի։ Այս հայտարարությունը վտանգներ չի պարունակում, իր մեջ Ալիևի հայտարարությունն եմ մեջբերում պարոն Խանոմյան եւ ըստ էության նորից այս հայտարարության մեջ հղում է արվում Հայաստանի սահմանադրությանը եւ դրա փոփոխության անհրաժեշտությանը։ Սահմանադրությունը փոխվեց, այլ պահանջ պետք է դնեն։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագիրը ստորագրելու որևէ ցանկություն չունի, ակնհայտ է, որ շարունակելու են ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա վերջնագրերով, ակնհայտ է, որ այդ վերջնագրերով ճնշումը արդյունք տալիս է, որովհետև տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները, տարբեր գերատեսչություններ անում են ադրբեջանահաճո հայտարարություններ, որ անընդհատ տեղի ունենում հայկական շահերից, հայկական իրավունքներից հրաժարում, հետևաբար դա լավ ուղերձ է Ադրբեջանին շարունակել նույն կերպ վերջնագրերով խոսելու պրակտիկան։ Խաղաղության պայմանագիրը փաստորեն նաև այս հայտարարություններից այսպես դատելով բնավել մոտ չէ կյանքի կոչմանը, թեև երկու կողմերն էլ այդ 17 կետերի շուրջ համաձայնության մասին հայտարարեցին։ Հայտարարեցին այդ 17 կետերի համաձայնության մասին, բայց անընդհատ նոր կետեր է ավելացնում Ադրբեջանը, եթե ոչ թղթի վրա, գոնե հռետորաբանության մեջ, որ առանց այդ կետերը, այդ վերջնագրերը կատարելու ինքը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Հետևաբար կարող ենք ասել, որ նույնիսկ այդ ամեն ինչը համաձայնեցված չէ եւ այդ հայտարարությունները լոկ հայտարարություններ էին։ Պարոն Խանոմյան, գանք արցախցիների բողոքի ակցիաներին, որոնք ոչ միայն չեն դադարում, այլ առաջիկայում մեծ հանրահավաք կլինի եւ սոցիալական խնդիրներից կարծեք թե սահուն անցում է նկատվում քաղաքական խնդիրների, նախ ձեր գնահատականը ծավալվող գործընթացներին, մենք արդեն տեսանք փոխվարչապետի մեկնաբանությունը, հատկապես երկու այսպես նոր նախաձեռնությունների մասով ինչի կհանգեցնեն այս բողոքի ակցիաները եւ որքանով եք դուք մասնակից այդ process-ներին եւ որքանով եք նկատում հենց այդ սոցիալականից սահուն անցում դեպի քաղաքական հարցերի հարցադրումների, ակնհայտ է, որ կան անդիմադիր քաղաքական ուժեր, որոնք հայտարարել են նրանց աջակցելու մասին, ձեր գնահատականը։ Ցավոք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, եթե հանեն հեռուստատեսությանը տված հարցազրույցը նկատի ունեք, մանիպուլացնում է տարբեր հարցեր եւ ասեմ հայտարարել է արցախցիների համար աջակցության նոր նախագիծ կլինի, եթե ընտանիքում մեկ անձի հաշվով եկամուտը 55,000-ից քիչ եղավ, գումար կստանա։ Դա եմ էլի ասում, վերցնում են սոցիալական գործող ծրագիրը կրճատում, մարդիկ գլորվեն աղքատության անդունդը, հետո աղքատության անդունդից հանելու համար ինչ որ թռի վռի ծրագիր իրականացնեն սոցիալական։ Դա է տրամաբանությունը, լոգիկան, եւ այս բողոքի ակցիաները չեն լինի եւ այս խնդիրները չեն սրվի, եթե Տիգրան Խաչատրյանը, որին վերապահված է այդ խնդիրների համակարգումը բռնի տեղահանվածների հետ կապված, իր լիազորությունները կատարեր պատշաճ։ Գոնե այն որոշումները, որոնք ընդունվում են արցախցիների վերաբերյալ,
քննարկել արցախցիների ներկայացուցիչների հետ։ Օրինակ այդ նույն բնակապահովման ծրագիրը քննարկվեց միայն այն ժամանակ, երբ կառավարությունը հստակ պատկերացում ուներ ինչպես է դա իրականացնելու։ Այսինքն այդ վկայականների, սերտիֆիկատների ձևով։ Այլ առաջարկություններ մերժվեցին, չարեցին Արցախի տարբեր ներկայացուցիչների հրավիրեցին քննարկելու այս հարցերը միայն այն ժամանակ, երբ հստակ վճիռ ունեին։ Դեռ կառավարության որոշումը չէր ընդունվել, բայց քաղաքական որոշում ունեն, որ այս ճանապարհով են գնալու։ Ինչ ծրագիր էր դա այդ բնակապահովման վկայականները, շնչին 2-ից 5 միլիոն դրամ, անկախ որտեղ ես ապրում։ Ինչքան սահմանամերձ այնքան շատ բնակարան ձեռք բերելու համար։ Այդ ծրագիրը փաստորեն մայիսի 16-ին ընդունվել անցյալ տարվա 11 ամիս է մոտավոր որ աշխատում է, բայց այնքան վատ էր դրա իմպլեմենտացիան տեղի ունենում, որ օրինակ նույն անցյալ տարվա ընթացքում, երբ ծրագրի առաջին փուլը պետք է վերջանար, մինչև դեկտեմբերի 31-ը, մեկ ձեռքի վրա հաշված ընտանիքներ էին օգտվել։ Մի քանի ընտանիք են ընդամենը օգտվել այդ սերտիֆիկատներից։ Հիմա այս պահին փոխվարչապետը հայտարարում է, որ ընդամենը 90 ընտանիք է կարողացել իրացնել սերտիֆիկատը, եւ բնականաբար, եթե դու 30,000 պոտենցիալ շահառու ունես, ու մինչև 1 տարի անց 90 հոգի է իրականացել ծրագիրը, նշանակում է ինչ որ բան այդ ծրագրում այն չէ։ Եվ մեղքը բարթել դա գործող միջնաժամկետ ծրագրի վրա բնակվարձի փոխհատուցման մասին է խոսում, որ դրա արկայությունը հնարավորություն թույլ է տալի մարդկանց չդիմել բանից, սխալ է, տրամաբանական չէ, մարդիկ 50,000 դրամի պատճառով տուն ունենալու հնարավորությունից չեն զրկվելու, նշանակում է ծրագիրը լավ չի աշխատում, այդտեղ մի քանի կետեր կան, նշել ենք, որ կառավարությունը լավ չի բանակցել բանկերի հետ, այդ ամեն ինչը անելու համար, ես գործող ծրագրից եմ խոսում, դեռ ծրագրի այլ ձև լինելու հնարավորություններից չեմ խոսում։ Երկրորդը այդ քաղաքացիության պահանջը պետք է մեղմացնել, պետք է նշել, որ ընտանիքի առնվազն 50%-ի անդամների 50%-ի քաղաքացի լինելու դեպքում կարող են այդ ծրագրից օգտվել, որովհետև այդ քաղաքացիություն ունենալու մեղք արցախցիներինը չէ, կառավարությանն է, որը մի հատ ապօրինի որոշման բոլորին զրկեց քաղաքացիությունից եւ հետո հիմա ասում է մարդկանց եկեք էլի քաղաքացիություն։ Մեծ հաշվով քաղաքացիություն էլ չեն ընդունում, էլի անձնագիրը փոխում են նույն անձնագրով։ Ինչն է խանգարում փոխել, արագ փոխել այդ անձնագրերը, մենք տեսնում ենք, որ չկա շահագրգռություն նույն արցախցիների կողմից, քիչ է։ Կա շահագրգռվածություն, 8000 չափահաս երեխաների թիվը հայտնի չէ, 8000 չափահաս քաղաքացիությունը փոխել են, դա նշանակում է, որ չգիտեմ, 3-4 ընտանիք քաղաքացիություն ունեն, հա, եւ դա արդեն մեծ թիվ է, որպեսզի այդ բնականային ծրագիրը գոնե այդ չափով աշխատի։ Եվ նույնիսկ այդ չափով չի աշխատում, հետեւաբար խնդիրը քաղաքացիությունը չի։ Եթե պոտենցիալ 3-4 ընտանիք ունենք շահառու, որ քաղաքացի են, բայց ընդամենը 90 իրական կացարան այդ ծրագրով կացարան ստացած մարդ, նշանակում է խնդիրը քաղաքացիությունը չէ, պետք չի դրա վրա բարթել, բայց դա պետք է մեղմացվի, դա հնարավորություն կտա ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել, որովհետև մեկ է մարդիկ աստիճանաբար ընդունելու են քաղաքացիություն։ Տարբեր խնդիրներ կան, տեխնիկական խնդիրներից, անվան մեջ ծննդականում մի տառ այն չէ, բայց խորքային պատճառը որն է։ Խորքային պատճառը տարբեր վախեր են։ Շատերն ասում են, որ այսպիսով փախստականի կարգավիճակ ստանալը շատ ավելի դյուրին է լինելու եւ այլն եւ այլն։ Չէ, փախստական կարգավիճակ ունեն Հայաստանի Հանրապետությունում, փաստորեն փախստականի կարգավիճակ ունեն, ով այդ անձնագիրը դեռ չի փոխել, որևէ բան չկա, շահառու խումբը ֆիքսված է, բոլոր ծրագրերը շահառու խմբերի համար են, կապ չունի դու Հայաստանի քաղաքացի ես, թե փախստականի վկայական ունես, էական չի։
տարբեր խնդիրներ կան, բայց ընթացքում մարդիկ փոխելու են ու արագանալու այդ գործընթացը։ Մարդիկ ուզելու են հանրային ծառայության անցնեն, մարդիկ ուզելու են քաղաքծառայող դառնան, պետական ծառայող դառնան եւ այլն, զինծառայող, վարկեր վերցնեն, չգիտեմ, տարբեր տեղեր աշխատեն եւ այլն, եւ դրա համար քաղաքացիությունը հետո եթե ազատականացվեց վիզաները Եվրամիության հետ կապված, ձգտելու են քաղաքացի դառնան, որ հեշտ գնան գան եւ այլն, տեղաշարժվեն։ Ուզում եմ ասեմ, պետք չի կառավարությունը ինչ մտահոգություններ ունենալ, որ գնում է գործընթացը, ահագին արագացել է, ավելի է արագանալու, եթե այդ սահմանափակող դրույթները չդնեն։ Անիմաստ սահմանափակող դրույթ։ Արտագաղթի հետ կապված հաստատվեցիք, բարեբախտաբար արտագաղթի տեմպերը դանդաղում են եւ վերջին ամիսներին վերադարձի միտումները նկատվում։ Սա կարևոր է եւ սա նաեւ շնորհիվ այդ միջնաժամկետ ծրագրի։ Այս միջնաժամկետ ծրագիրը կտրելով մենք արտագաղթի տեմպերը ուժեղացնելու ենք, ոչ թե այդ ծրագրերից օգտվողների թիվն ենք ավելացնելու։ Ծրագրից օգտվելու համար ել եմ ասում, որոշակի փոփոխություններ են պետք։ Առաջինը քաղաքացիության պահանջը մեղմացնելը, տարածելը ընտանիքի առնվազն 50%-ի վրա, դա կարևոր նշանակություն ունի եւ որոշակի փոփոխություններ շեշտը դնելով նաեւ նորակառույց բնակ ֆոնդի խրախուսմանը, որովհետեւ ծրագիրը նորակառույց նոր բնակ ֆոնդի խրախուսում չի նախատեսում։ Այսինքն այդ նույն սերտիֆիկատով եթե դու գնաս կառուցապատման, դու սերտիֆիկատի մինիմում 30-40%-ը կորցնում ես, որովհետև պարտադիր պահանջ կա շինարարական կազմակերպության, շինարարական կազմակերպությունը ունի հարկեր վճարելու, ունի շահույթ արդարացի, որ պետք է գանձի քո սերտիֆիկատներից եւ արդյունքում նոր կառուցապատումը եւ նման վերջին տարվա ընթացքում Հայաստանում կառուցապատումը զգալիորեն թանկացել է կապված տարբեր գործընթացների հետ, այդ շինթույլտվությունների սկսած նախագծային փաթեթներով վերջացած մարդկանց նոր հարկային բեռի կամ նոր պահանջների առջև են դրել, այդպիսի ծառայությունները թանկացել են մինչև ենթակառուցվածքների անցկացնելու թանկացում, այսինքն մի տարվա ընթացքում Հայաստանում նոր տուն կառուցվելու ծախսերը 2-3 միլիոն դրամով թանկացել են զուտ որպես գիտություն եւ տրամաբանությունն էլ բան չէ, այսքան փող է դնում կառավարությունը եւ այդ փոփ դի աշխատի Հայաստանի տնտեսության համար բայց հաճախ այդ փողը դուրս է գալի Հայաստանից դու ասում ես գնա սահմանել ես տարբեր բնակավայրերի համար գումարներ, մեծ շեմ, 4-5 միլիոն դրամ, որտեղ կամ մարդիկ թողել հեռացել են, արտագաղթել են, ոչ հրապուրիչ բնակավայրեր են, եւ դու ասում ես 3-4 հոգանոց ընտանիքին 16 միլիոն եմ տալի, նա գնում է Հրազդանում կամ չգիտեմ, Վարդենիսում Չեչմիածինը 3 միլիոնանոց է, Վարդենիսում տուն է գնում, որի տերերը Ռուսաստան են, այդ գումարը գնում է Ռուսաստան։ Իմաստավորն այդ ծրագրի, եթե նպատակի է դա, կամ ոչ իրացվելի տները դառնում են այդ սերտիֆիկատների շնորհիվ իրացվելի եւ տեղացի բնակիչը փոխարինվում է փախստականով, վաճառում է իր տունը, տեղափոխվում Երևանամերձ տարածք կամ ավելի հեռուն Հայաստանից դու։ Իմաստավորն է այդ ծրագրի։ Եթե նպատակը պետք է այնպես եւ առաջարկները կային, ինչպես անել, որ այդ ծրագիրը ամբողջովին ծառայի ոչ միայն տեղահանվածների կացանով ապահովելուն, այլ նոր բնակֆոնդ ստեղծի Հայաստանի համար, ավելացված արժեք ստեղծի, տնտեսական ակտիվություն ապահովի եւ այլն։ Պարոն Խանոմյան, գալով նորից ակցիաներին արցախցիների
Ի վերջո նշեցիք նաև փոխվարչապետի հայտարարությունը, ինչպես դուք եք ասում, մանիպուլյացիա կար այդտեղ, այնուամենայնիվ ինչպես եք գնահատում այն, որ փաստորեն սոցիալականից քաղաքականի է վերածվում այս մասով բանջասոցի։ Ինչ ասեք, ինչ ասել եք քաղաքականի, որովհետև մենք տեսնում ենք քաղաքական նաև տարբեր շահառուներ այս ակցիաների եւ հանրահավաքին մասնակցելու եք թե ոչ, ինչ կարծիք ունեք։ Առաջին հանրահավաքին մասնակցելը մեծ հանրահավաք էր, կարևոր էր խնդիրները ձևակերպված ներկայացնելու եւ այլնի համար։ Հետո այդ համակարգող խորհրդում չկան ինչ-որ գործընթացներ կան, տարբեր ուժերի հետ են հանդիպում, ինչ խնդիր կա։ Ես Հայաստանում երևի 90-ականներից տարբեր հանրահավաքների հետևում եմ, այդ թվում անձամբ բավական ակտիվ երիտասարդ եմ եղել տարիներ տասնամյակներ առաջ եւ հիշում եմ, որ ինչքան ազատության հրապարակում եկը ինչ որ բարձախոսը վերցնում էր, կողքին տարբեր քաղաքական ուժեր են հայտնվում եւ այլն։ Ինչ խնդիր կա, քաղաքական ուժերը բոլորն է միտեղ հայտնվելու են, էլի։ Բնապահպանական ակցիա լինի, արցախցիների խնդիրների հետ կապված ակցիաներ լինեն, չգիտեմ, ես շատ գիտեմ, տարբեր հարցերով բնակիչների խմբեր ակտիվություն ցուցաբերեն, քաղաքական ուժերը միշտ էլ հայտնվելու են կողքը, փորձելու են իրենց շահերի համար օգտագործել, փորձելու են, դա ինչ խնդիր է, ես չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը արցախցիներին իր քաղաքական նպատակների համար չի օգտագործել, կամ արցախցիների միտինգներին չի մասնակցել։ Ես հիշեցնեմ, որ ամենալուրջ միտինգը ամենաբազմամարդ արցախցիների մասնակցությամբ տեղի ունեցել Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները փորձում են ասել, որ քաղաքական ուժերը կարող են օգտագործել արցախցիների բանը, թե կարող են օգտագործել, դուք այդ թույլ մի տվեք, գնացեք արագ այդ սոցիալական հարցերը լուծեք, անցնենք առաջ։ Հիմա այդ նույն բնակապահովման ծրագրով ընտանիքներ կան, որ այդ ծրագրի շահառու են դառնալու 2027 թվականին։ Կարողանալու են այդ սերտիֆիկատներից օգտվել 2027 թվականին։ Հիմա դու եթե այսօր այդ բնակվարձը կտրում ես, ինչ են անելու այդ ընտանիքները։ Ընդ որում դրանք ընտանիքներ են, որոնք այդ երեխա չունեն կամ քիչ անչափահաս երեխա չունեն, նկատի ունեմ, այսինքն չեն օգտվելու էլի լրացուցիչ ծրագրից կառավարության եւ այլն եւ այլն։ Այսինքն չէ որ դու պարտավորություն ես ստանձնել, թե 21 թվականի կառավարության ծրագրով, թե տարբեր փաստաթղթերով, այդ թվում բռնի տեղահանված 21 թվականից արդեն բռնի տեղահանված մարդիկ կային, բռնի տեղահանված մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու։ Բարի եղիր քո պարտականությունը կատարի, քո պարտավորությունը կատարի։ Երկրորդ մի ավելի կարևոր խնդիր կա, կառավարությունը անկարող եղավ լուրջ դոնորներ ներգրավել այս խնդրի լուծման համար։ Խնդրի արժեքը, եթե միջնաժամկետ ծրագիրը պահպանվի 50,000-ների, այսպես ասած, 60 միլիարդ դրամ է։ Հայաստանի 3.4-3.5 տրիլիոնանոց բյուջեի մեջ 1.5%-ն է կազմում կամ 1.5%-ն էլ չի կազմում բյուջեի։ Ընդ որում այդ թիվը 60 միլիարդը անընդհատ պակասում է, որովհետև կացան ձեռք բերած ընտանիքները դուրս են գալի դրանից, հետևաբար այդ գումարը 150 միլիոն դոլարը առնվազն կեսը հանգիստ կարելի է միջազգային դոնորների միջոցով ներգրավել։ Թե ինչի կառավարությունը այս տեսակ այս չափ անկարող է այս հարցում, ես մնում եմ զարմացած։ Պարոն Խանոմյան, արտաքին գործերի նախարարության հայտարարությունը բավականին այսպես բուռն քննարկումների, քննադատությունների տեղիք էր տվել Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի ստորագրումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, ձեր գնահատականը։ Դե եմ ասում, սկզբից ասացինք հարցազրույցի, որ Ադրբեջանը հաջո հայտարարություններ անելով դու խաղաղությանը չես մոտենում։ Դու մոտենում ես Ադրբեջանի կողմից նոր վերջնագրեր ներկայացնելուն։ Դու անդադ զիջումներ ես անում, գնում ես քո պատմության դեմ, քո իրողությունների դեմ, քո ինքնության դեմ ես հայտարարություններ անում,
քո ազգային շահերի դեմ ես հայտարարություններ անում եւ անդադ ստանում ես նոր վերջնագրեր։ Այս քաղաքականությունը ի վերջո բերելու է լուրջ կոնֆլիկտի, բերելու է լուրջ պատերազմի։ Ես սա նմանեցնում եմ 30-39 թվականին եվրոպական երկրների կողմից Հիտլերին խաղաղեցնելու փորձերին։ Ագրեսորին, ֆաշիստին կամ չգիտեմ, տենց արյունով ոգևորված ագրեսորին, բռնակալին գլուխը չեն շոյում կամ նոր զիջումներ անելով չեն զսպում։ Դա զսպելու միակ ձևը քո անվտանգության եւ պաշտպանության համակարգը կարգի բերելն է, որը ցավոք սրտի ելի է կառավարությունը անկարող է իրականացնել։ Չեք տեսնում փոփոխություններ, օրինակ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր խոսում քիչ առաջ, ասում էր, որ արվում են կոնկրետ աշխատանքներ, սակայն դրանք անտեսանելի են, այնպես չէ որ պիտի դրանք հանրայնացվեն, բանխանեն։ Ես միայն ուրախ կլինեմ, որ որոշակի աշխատանքներ տանեմ, բայց ցավոք սրտի չեմ տեսնում։ Ցավոք սրտի։ Երբ տեսնում եմ հազարավոր, օրինակ պաշտպանության բանակի մարտիկներ, սպաներ եւ այլն, որ այս գործընթացից դուրս են թողնվել տեխնիկական, տարբեր հոգեբանական եւ այլ պատճառներով։ Երբ տեսնում ես բացահայտ արհամարանք պաշտպանության համակարգում ծառայած իրենց կյանքը ամբողջ երիտասարդությունը հայրենիքի պաշտպանության նվիրված անձանց նկատմամբ, ես տեսնում եմ, որ որևէ փոփոխություն էլ տեղի չի ունենում։ Եվ խոսքը արցախցիների մասին չէ։ Խոսքը օրինակ հայաստանցի այն երեխեքի մասին է, որ 16-17 տարեկանից վերցրել են, Վազգեն Սարգսյանի ինստիտուտ են ավարտել, սպայի կոչում են տվել, գործուղվել է Արցախ, ծառայել է, հետ է եկել ու իրան տենց կարող են շպրտել, ասել, որ դու տարմարմին ես, դու մերը չես, ընդհանուր քո մարտական հերթապահության հասանելի գումարը, թոշակի հավելավճարը չենք տալիս, որովհետև չգիտենք դու մարտական հերթապահություն իրականացրել ես, թե չէ։ Երբ որ տեսնում եմ այս կատարյալ անտարբերությունը, անփութությունը, այս հանցագործությունը ծառայած մարդու, ծառայողների նրանց ներգրավել չկարողանալու կամ չկամենալու վերաբերյալ, ես տեսնում եմ, որ որևէ փոփոխություն էլ տեղի չունենում։ Բանակի հիմքը զինվորն է, բանակի հիմքը սպան է, եթե դու նրան արհամարում ես, ընդհանրենք մի երկու համակարգ ես առել կամ ամենագնաց զրահապատ մեքենա ես առել բերել Հայաստան, դրանով հարցերը չես լուծում։ Բայց մենք տեսնում ենք նաև նույն անվտանգության դիվերսիֆիկացման հետ կապված ինչ քայլեր են իրականացվում, պարոն Խանոմյան, ոչ միայն Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի տարբեր է, այսպես ասած աշխարհագրությունը Հայաստանի այսուհետ էլ ավելի։ Տեսեք, ես բանակում ծառայել եմ որպես պարտադիր զորակոչ 2000-ականների սկզբին եւ վստահեցնում եմ այն ժամանակ ավելի մեծ համագործակցություն կար, որովհետեւ մեր զորամաս գալիս են ծառայելու Հունաստանում, կրթություն ստացած սպաներ, Գերմանիայում կուրսերի էին գնում, ԱՄՆ-ում կուրսերի էին գնում, ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունների են մասնակցում եւ այս կարծում եմ 2000-ականների տենց 10-ական թվականներից է այդ բաները թուլացել, բայց 2000-ականների սկզբին երբ ծառայում է ուղղակի բազմաթիվ կապեր կային, թե խաղաղապահ համագործակցության առումով, թե միջազգային տարբեր դասընթացների առումով, հիշում ենք, չէ, Բուդապեշտում այդ ՆԱՏՕ-ի բաների մեր Մարկարյանի սպանությունը եւ այլն, այսինքն տարբեր բաների մեջ Հայաստան ներգրաված էր, ել չեմ ասում Հունաստանում ռազմական ինստիտուտ են ավարտում, էլ կուրսերն էլ չասած ինչքան շատ էր Գերմանիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում եւ այլն։ Այսինքն այդ համագործակցությունը եղել է եւ այդ համագործակցությունը կարևոր է, բայց էական չի։ Ինչու՞, որովհետեւ էականը դա քաղաքական կամքն է։ Ինչպիսի բանակ ես ուզում ունենալ եւ ինչ նպատակներ ու խնդիրներ ես դնում բանակի առջեւ։ Հայաստանը ցույց չի տվել, որ այսպես կամային է այդ ճանապարհին, որովհետև մենք տեսնում ենք նաև Հայաստան Միացյալ Նահանգների ռազմական համագործակցության հուշագիրը, որի այսպես ասած քայլերը հիմա պիտի տեսնենք շոշափելի քայլերը։ Որ հուշագրի մասին, Խարտիայի մասին եք ասում, ռազմավարական Խարտիան կարևոր է։ Այնտեղ կետեր կան, որ ես շատ կարևորում եմ, չնայած մեր մամուլն ու փորձագետները այդքան էլ ուշադրություն չդարձին, օրինակ պարենային անվտանգությանը վերաբերող
կարևոր կետերն տեխնոլոգիական համագործակցությանը, էներգետիկ համագործակցությանը վերաբերող մեծ հաշվով հենց այս ռազմավարական խարտիայի շատ կետերը պետք է դառնան հայ-ամերիկյան օրակարգի կարևոր ուղղությունները, որոնց շուրջ պետք է խոսել ամերիկացիների հետ։ Այս պահին ամերիկյան ադմինիստրացիային դեմոկրատիա, չգիտեմ, մարդու իրավունքներ եւ այդ թեմաները չեն հետաքրքրում։ Ինչքան էլ դու գնաս ասես, որ ես չգիտեմ, բաստիոն եմ կամ չգիտեմ ինչ եմ, իրենց չի հետաքրքրում հումանիտար ոլորտում համագործակցությունը պատրաստ չեն շատ փող տալու եւ այլն։ Հետեւաբար այն կետերը, որ գոնե գրել եք նախորդ ադմինիստրացիայի, դու կարևոր կետեր են գնանք դրանց շուրջ աշխատենք, փորձենք տնտեսական շահույթներ ստանանք, ի վերջո մեծ առևտրային պատերազմ է գնում աշխարհում, դուք տեսնում եք ամեն օր մաքսատուրքերը բարձրացվում են, բարեբախտաբար Հայաստանի համար ցածր են, հետեւաբար հնարավորություն կա այստեղ այդ բարձրացած երկրներից արտադրություններ ներգրավելու եւ հետեւաբար տնտեսության ոլորտի նախարարները պետք է օր ու գիշեր դրանով զբաղված լինեն։ Պարոն Խանոմյան, ձեր գնահատմամբ օրինակ նույն Միացյալ Նահանգները, այդ տեսեք մենք ռազմավարական համագործակցության մասին ենք խոսում, դրանից բխող բոլոր կետերի, տեսակետ կա, որ եթե Միացյալ Նահանգները իսկապես ներգրավի այս խաղաղության պայմանագրի գործընթացում, ապա մենք արդյունքները շատ ավելի արագ եւ ավելի վաղ կտեսնենք, շուտ կտեսնենք։ Դա բոլոր հայերի երազանքն է, ոչինչ չանեն, ինչ որ պետություն ներգրավի իրենց փոխան հարցեր լուծի, սկզբից Ռուսաստանի վրա էր հույսը դրած, հետո Ամերիկայի վրա է հույսը դրած, խաղաղությունը այդպես չի լուծվում։ Որևէ մեծ պապայի ասելով խաղաղություն չի ստեղծվում, խաղաղություն չի ձևանում, խաղաղություն ստեղծվում է ուժերի հավասարակշռումով։ Եթե դու ուժեր չես հավասարակշռում, ընդհակառակ անընդհատ քեզ թույլի դիրքերից ես դրսևորում, անընդհատ զիջումներ ես անում, խաղաղությունը երբեք չի գալու։ Ըստ էության դուք լիահույս չեք, որ Հայաստան առաջիկայում եւ ընդհանրապես մինչեւ 26 թվական եւ դրանից հետո այդ պայմանագիրը կյանքի կկոչվի։ Ես վստահ եմ, որ առաջիկայում չի լինելու խաղաղության պայմանագիր։ Ես վստահ եմ, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը ուժերի հավասարակշռումն է եւ տարածաշրջանային բարեկեցություն խոստացող մեծ ծրագրերի մաս դառնալը, ռեալ մաս դառնալը, ոչ թե պրեզենտացիաներում կամ գունավոր բրոշուրներում ինչ որ նկարչություն անելը։ Շնորհակալ եմ, պարոն Խանոմյան։ Առաջինի տաղավարում զրուցում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանոմյանի հետ։ Կհանդիպենք։